Olivia. Kina hazır the receiver. Ով ամենաբարձրը ծախարի Մտնում այս սենց է լինում ամուսինը։ 3 Անկարտախորմար Ուրախ ընտանիքա։ Ուրախ ընտանիքա, մենք վարշի ոչի պրոբլեմ չունենք։ Ամենից շատ լավը։ Այո։ Բարև բոլորին, ես սկսում եմ իմ վլոգը Դիլիջանում, հիմա մենք գտնվում ենք Դիլի Թաուն հոթելում ու վերջապես մաքուր օդ շնչենք, հազվադեպ ենք Երևանում մաքուր օդ շնչում և վերջապես եկել ենք մի քիչ հանգստանալու Դիլիջանում, իրականում լիքը տեղերի երևի կա Հայաստանում, որ կարելի է գնալ հանգստանալ, բայց մենք չգիտես ինչու միշտ գալիս ենք Դիլիջան, այսինքն գիտեմ ինչու, քուրիկս ապրում է Դիլիջանում, տեղափոխվել են Կանադայից Դիլիջան, ինչքան էլ որ զարմանալի է թվում, բայց որոշել են Երևանի փոխարեն ապրել Դիլիջանում, դրա համար Դիլիջան գալիս ենք համ հանգստանալու, համ իրանց տեսնելու, ու այս անգամ որոշեցինք հոթելը փոխենք ու ուրիշ տեղ գանք եւ գտանք Դիլի Թաուն հոթելը առաջին անգամ էինք լսում այս հոթելի մասին, բայց շատ լավն է, ոչ մի սպասելիքներ չունեի, որովհետեւ Հայաստանում շատ փոփոխական է, կարա նկարներով շատ լավը լինի, բայց գազ եւ ամեն ինչ ուրիշ ձև լինի, բայց այդտեղ այն է հավես, որ շատ սիրուն է։ Ես հիմա ուզում եմ ձեզ հետ միասին մի հատ հավաքել, բոլորին ուղարկեցի լողավազան եւ որոշեցի, որ պետք է հիմա ամբողջ այս շորերը, որը թափված է գետնի վրա, այսինքն դրված է գետնին, չիմադաններով եւ այլն, ուզում եմ այդ ամեն ինչը դասավորեմ։ Եթե դասավորված չի, ես չեմ կարողանում հանգստանալ, գնալ լողալ, դրա համար մտածեցի մի հատ դասավորեմ ամբողջովին։ Ու դրանից հետո մի հատ ձեզ արագ ցույց տամ սենյակը։ Վերջ ես հավաքեցի ու կարելի ասել շատ արագ տևեց։ Մտնում ենք, ստեղ զուգարան բաղնիկն է, շատ սիրուն սարքած, ստեղ սենց լողանալու հատվածն է, հայլի, լավ են մտածել գոնե հայլի կա, սենյակ, այս հատվածում կքնենք երևի ես, Օլիվիան և Ռաֆին, իսկ ստեղ արդեն Մարիայի համար են դրել ինչ-որ կրավատ, դարակները լավ մեծ են, կարելի է տեղավորել ամեն ինչ, ես հիմա սենց կախել եմ, խալաթներ կա, այս հատվածում ջուր, ես անպայման իմ հետ բերում եմ իմ drip կոֆեները, որովհետև այս Nescafe-ի կոֆեները, թե ինչ գիտեմ, ինչ ֆիրմայի կոֆեները ընդհանրապես ուրիշ չի գալիս, իսկ ես իմ drip կոֆեները միշտ փրկում է իրավիճակը համով է համել, որտեղ սուրճի համը իմ համար շատ կարևոր է, այստեղ հեռուստացույց, որը երբեք մենք չենք միացնում, սա էլ բալկոնն է, սիրուն, սարերով, տեսարանը, այս հատվածի շատ լավն է, որ դեպի հոթել նայող այդքան է չի ասի։ Դա դուրս գալիս ես փայտային հատվածը, որ կա, ու ստեղ սենց նստում ենք։ Ստեղ սիրուն, խաղալու հատված երեխեքի համար, շատ են ուրախացել այս հատվածի համար, շատ հավես է, սենց գնում են, սղում են գնդակների մեջ, ու սենց որակով ոչ մի բանը ջարդված չի։ Ստեղ մենակ վատերն է, որ ընդեղ մուլտիկ են միացրած, չգիտենք ոնց անջատենք։ Ռաֆի ենք արդեն խաղում են, ֆուտբոլ։ Ստեղ մաման պարկած է։ Ստեղ երկու սենյակ կա, game zone։ Ինձ թվում է այս իմ ու Ռաֆի համար է, կգանք ստեղ ինչ-որ PlayStation կխաղանք իրար հետ, կողքի հատվածում ուրիշ սենյակ է արդեն։ Ստեղ շատ սիրուն է, այս սենյակը ես շատ հավանեցի, սենց շատ լավ են սարքել, էլի սիրուն խաղալիքներով, տունիկ և այլն,
Հավես է։ Ինձ թվում է, բայց երեխեքը այս հատվածից դուրս չեն գալու։ Օլիվիա։ Գնամ։ Որտեղ։ Անտեղ գնա սեղանից։ Այլ սիրուն հատվածա, որտեղով քայլում ենք ու գնում ենք սենյակ կամ բասեին ենք գնում։ Հիմա պատրաստվում ենք լողավազան, այո։ Մարիան ասա լողավազան։ Հիմա գնանք պատրաստվենք, որ գնանք լողավազան։ Օ, շատ սիրուն սենյակ, քարիկներով եւ վերջապես այս սենյակը ազատ է, մարդկանցով չի, դրա համար որոշեցի կամ նկարեմ ստեղ։ Իսկ ես մի քիչ կնստեմ ստեղ հիմա, քանի երեխեքը լողում են։ Սա են ես ծիացանը։ Ինչ պարզ է երևի։ Վաու, Ես կոմ պարզ չէի տեսած։ ծիացա։ Շատ հավես մի հատ կաֆե, կոչվում է Epicure ու սիրուն տեսարանով, իսկ հիմա երեխեքի համար ինչ-որ բաներ են կազմակերպել, մուլտիկ են նայում իրանք, մենք էստեղ նստած վայելում ենք։ Շատ հավես է։ Հավեսա Մարիա, նստած պոպկորնով, մուլտիկ են նայում։ Սա քուրիկիս տունն է, հիմա գնանք ցույց տամ երեխեքը ոնց են խաղում։ Վաու, Լիոյի դինոզավրերի հավաքածուն ստեղ և այս հատվածում սենց ամբողջովին։ Վաու, իսկ ստեղ խաղում են, Մարիան նվագում է, իսկ ամենադժվարը իրանց քնացնելն է ստեղ, ստեղ էլ իրանց լեգոները, իսկ հիմա հասկանում եք, թե մենք ինչի ենք գալիս ամենաշատը Դիլիջան։ Երեխաները մեր հետ չեն։ Ողեցա, շուններ, տոտո։ Ես մեծ շունիկ ունեն, պաշպանում է, մեզ բոլորիս երեխեքը քնեցին։ Յաննայի տանը, ու մենք հիմա մենակ, ես ու Ռաֆին գնում ենք հոթեն։ Ինչ լավ օդ հա, Դիլիջանում։ Ու շատ լավ կքնենք գիշերը։ Լույս բոլորին նոր եմ արթնացել ու սենց սիրուն տեսարանով գիշերը որոշել էի, որ պետք է գամ ու մարզանքանեմ։ Սկզբում մտածեցի, որ կարամ անեմ մեր պատշգամբում, բայց հետո, չգիտեմ, մի տեսակ դուրս չեկավ այդ հատվածը ու հետո հիշեցի, որ հոթելի վերևում կա մի հատված, որտեղ ինչ-որ կաֆե է, թե ինչ է, ինձ թվում է գիշերներն է բացվում, որ մարդ չկար,
որոշեցի գալ ստեղ։ Որ երեխա չկա, իհարկե ավելի երկար կարամ մարզվեմ, քան երեխեքի հետ, դրա համար հիմա հնարավորությունս բաց չեմ թողնում, կմարզվեմ, հետո գնամ արդեն Ռաֆին արթնացնեմ։ Այնքան մարդ կա այսօր այգիում Դիլիջանի, շատ որոշեցինք ուղղակի հեծանիվ քշենք Մարիայի հետ, ու մեկ է Օլիվիան, ես միանգամից երկու երեխա իրար հետ փորձում եմ պահել, մեկը հեծանիվ է նոր սովորում Մարիան, իսկ Օլիվիան լավ է գիտի, ուղղակի պետք է ուշադիր լինեմ, որ շատ առաջ չգնան, որովհետև Ռաֆին ու բոլորը խաղում են բասկետբոլ, Մարիա ուշադիր, Օլիվիայի վրա էր գնում։ I couldn't see with how close I was. It's not hard to find if your grip is loose enough. How lucky to be by your side, to feel your stare. Sick as a dog, I run my hands through your hair. Oh, my heart will. Բարի լույս բոլորին, մեր մոտ արդեն հաջորդ օրն է, առավոտյան որպեսզի մեզ հարմար լինի, արագ հագնվելը, ավելի պրոդուկտիվ լինի, ես միշտ գիշերը պատրաստում եմ իրանց շորերը, դնում եմ, հետո առավոտյան որ արթնանում ենք, ավելի հեշտ է լինում, արագ հագնվում ենք։ Հիմնականում աշխատում եմ իրանց տամ հագնեն, որպեսզի սովորեն հագնվելը։ Դրա համար մի քիչ մեկ-մեկ ավելի երկար է տևում։ Սովոր եմ, որ ամեն առավոտ ջուր խմեմ, բայց այդտեղ ինչ որ, չգիտեմ, կրամնիտից կարելի է ջուր խմել, թե չէ, բայց սառն է, իսկ սառը ջուր առավոտը խմել չի կարելի։ Հիմա մենք կգնանք հաց ուտելու։ Իմ ամենասիրած ցեպն եմ դնում, շատ եմ սիրում։ Լավ, գնամ, որովհետև ինձ թվում է այնտեղ հիմա իրանք ման են գալիս, ես էլ եմ ուզում մի քիչ մաքուր օդին ման գալ ու գնանք արդեն նախաճաշ անելու։ Գնանք քայլենք։ The secrets we tell each other, they come out one at a time as they fall on deaf ears at quiet times alone, while we rehearse them in the mirror. Ինչը պապային կտեղ դաշնամուր են նվագում, երկու հարցի կպատասխանես։ Դուք շատ եք Re, mi, fa, sol, la. Օլիվիա, քեզ Դիլիջանում ամենաշատը ինչն է դուք գալիս։ Լողալը։ Լողալը։ Հետո։ Կարող լողանալը լավ են ուսումս որ ստեղծիքա, որ այն մեծ լողավազանը այնքան լավն էր, որ արդեն բոլորը կարողանում են լողալ։ Հա, ճիշտ է։
Էդի լավն է, հետո օրինակ քեզ դուրա գալիս են սարերը, հերվում, որ երևում են։ Հա։ Հիմա սարերը։ Արել գնանք Մարիան տեսնենք։ Տեսնենք Մարիան ինչ է անում։ Դե գնանք։ Կուզնեչիկը երկը ո՞րն է։ Трапеси дел кузнечик։ Մեկ է ցույց տա այստեղ սենց միջանցքներում սենց սիրուն նկարներ է համել կախված։ Ռաֆին արդեն սկսեց նվագել։ Քարտ։ Ինչ ենք անելու քարտերը, Օլիվիա։ Խաղալու եք, այասն որ կապցնում ենք, երբ դրսնենք, շում ենք, որ կապցում ենք, ինչ որ ես կլորակի մոտ ոչ, հագից որ դուք խաղաք։ Հա։ Անվերջ ես նվերներ եմ կար, որ դուք խաղաք։ Ուй, մեզ միշտ տալու ես նվեր։ Ինչ որ ուզեք անվերջը։ Բասեինից հետո շատ հավես մի հատ կաֆե ենք եկել, կոչվում է Rolls, սենց շատ սիրուն, ռեստորանով։ Զանայք։ Շատ հավես է, փաստորեն դուրսը կա, դուրսն էլ կա։ Երեխեք մենք հիմա գտնում ենք Դիլիջանի դրսում։ Շատ Հետո։ հավես է, ստա, շատ հավես է։ Ահա, Ռաֆին կպատմի ձեզ հեսա։ Շատ հավես է, cool vibes, երեխեք դեպի։ Женщины։ Վիզն է երևում։ Հիմա Ռաֆի վիզը չի երևում, մաման։ Օ, շատ հավես է, բայ։ Էնել ցույց տուր լավ, հետո գնանք կոֆե խմենք։ Հա, ստեղ էլ մի հատ ճիշտ եմ ցույց տալու։ Հա, ստեղ։ Այստեղ։ Մի հատ իտալական շատ փոքր կաֆե է, կոչվում է Piccola։ Ու իտալերեն կարծեմ Piccola-ն նշանակում է փոքր։ Ուզում ենք մեկ էլ այնտեղ գնանք կոֆե խմենք, շատ ինձ թվում է հավես կլինի ու համով տենց հենց իտալական կոֆե են վաճառում։ Հեսա ներսը ձեզ ցույց տամ հիմա։ Խնդրում եմ Ռաֆի բացի։ Բացի։ Փագիլա հիմա վсё, ես ստեղ եմ։ Խնդիր չկա, երեխեքին կկերակրես, լավ կնայես։ Good։ Լավ, սենց ցույց տամ, հեսա ինձ թվում է կբացի դուռը, որ կարողանամ մտնեմ, այս սենց է լինում ամուսինը։ Ահա, հեսա սենց սիրուն ներսը։ Շատ հավես, սարքած, ստեղ մեր երեխեքը նստած են, ստեղ շատ սիրուն սենց ծառերով, ամբողջը ստեղ ինչ որ կա, ուտելիքը, թե սալատները, թե միսը, բոլորը ռոլերի տեսքով են, այսինքն սենց ռոլ արված, կլորված, ոչմ հայկական բանով ասեմ, բրթուջի նման, տեսնենք, Deaf ears at quiet times alone. While we rehearse them in the mirror, waiting for time to be right. When we know the strength inside will match the strength we show, but it's hard enough to face the face. Բարև բոլորին, ես այսօր մենակ եմ, նախաճաշում այդպես բան հազվադեպ է լինում, Ռաֆին նոր էր արթնանում, հաստատ հիմա չէր գալու նախաճաշեր, երեխեքն էլ Կուրիկիստանում մնացին, ուզում եմ մի քիչ նստեմ, գիրք կարդամ, քանի հնարավորություն կա նախաճաշեմ ու գնամ մնացածի մոտ, որովհետև այսօր նաև շատ կարևոր մեր համար ֆուտբոլ կա, տենց անպայման պետք է գիշերը նայենք։ Մենք հանդիպեցինք Մարիայի դասատուին, լավ երկու անգամ լավ ժամանակ անցկացրեցինք, մեկը երկար։ հիմա արդեն ցրտել է, մենք հիմա արագ վազենք մեր հոթել, հագնվենք, Մեր տուն։ սենց սիրուն տեսարանով, ամպերը արդեն սենց Հավաքվում են։ Ուրեմն այսօր չեն կարա գնանք դուրսը լողանք։ Չէ, դե ներս կգնանք, ներսը կլողանք, հա? Արև կլի, ծիրածան կլի, նոր Ծիրածան։ գնանք
Ահա։ Դիլիջանում շատ հանգիստ է, սենց անընդհատ երևի թթվածնի պակաս էր մեր մոտ, հիմա անընդհատ ուզում ենք քնենք։ Thought I lost a good one till I got a text from you saying that you love me, but I know it ain't true. Tried to give you my best, tried to love you right, but my sleep schedule's still fucked up from all those crying nights, 'cause I'm not enough. And now I'm tearing up. But when I said I love you, I swear that I made it up. Yeah, I'm not enough. Հայր, ես հաշվում եմ։ Դայցի 1, 2, 3։ Ադուշի քիչ արագ։ Հասեցեն։ 1, քայլի, 2, 3, 4, 5, պատտվեցինք։ Կրակի։ Դայ։ I think one more say it. Ինքն է հաղորդավարն է։ Let's sing. What are you talking? Yeah. What is going on? Are you the news reporter? 1, 2, 3. Let's start. 4, 5. I don't speak English. You don't speak English at all? Թիմա սիրուն համով պերաշկիներ ենք սարքելու Օլիվիայի հետ միասին։ Հեսա մի վարկյան։ Ստեղ դրոժիով խմոր է, որը արդեն սենց լավ ուռել է։ Հիմա սենց միասին բոլորով ժարիտ ենք անելու։ Մեր պերաշկի ժարիտ անելը։ Ես կարամ ժարիտ անեմ օրինակ։ Դու կարա ժարիտ անես, Լիանան թողա ինձ օգնի։ Բայց ես սիրում եմ սենց մի քիչ խրախրտան որ լինի։ Բոլորը զինվել են, պատրաստվել են։ Շեֆ կովրը աշխատում արդեն։ Իսկ մենք էլ աշխատողներն ենք իրար։ Լավնեցնում եմ, չէ։ Ոչ կեիր ուզում որ լիներ, նա։ Մատեղ ուժերով վերջացրեցինք, սենց մեծ, այսքան ընդեղել տարանք։ Ու դասա նստենք համով չայով, ուտենք։ Լսում եք անձրևի ձայնը։ Գիշերները ստեղ շատ անձրև գալիս, ես դրա համար շատ եմ սիրում Դիլիջանը։ Գիշերը ժամը 10-ն է, բայց այնքան հանգիստ ու խաղաղ օր ենք ունենում ստեղ, որ գիշերը տենց չենք շտապում քնել, չենք հոգնում ամենակարևորը։ Ավելի հանգիստ է, չենք շտապում։ Ինձ թվում է քաղաքներում, երբ որ ապրում ենք մի քիչ մեծ, Երևանում, հիմա մաքուր օդ, որ չկա, անընդհատ ինչ-որ պրոբկաների մեջ, ավելի նյարդային ենք լինում, իսկ սենց տեղերում շատ ավելի հանգիստ ենք զգում, դրա համար շատ կարևոր է բնության մեջ, գոնե իմ կարծիքով ամիսը մեկ անգամ գալ, մի 2 օրով, ոչ շատ անցկացնել, շատ հանգիստ միջավայրում,
տեսակ խաղաղվում ես, հանգստանում ես։ Մենք մտածում ենք տեղափոխվենք, ապրենք Դիլիջանում, բայց քանի որ քաղաքում հիմնական բաները կատարվում է, երեխեքի պար, դաշնամուրի դաս, դպրոց եւ այլն, դրա համար միշտ հետաձգում ենք չենք գալիս։ Եվ այն է հետաքրքիր, որ երբ որ ապրում ես բնությանը մոտիկ տեղերում, հասկանում ես, թե իրականում որն է քո բնավորությունը, ինչ ձևի մարդ ես, ոնց ես մտածում, տեսակ ոչ մի բան քեզ չի խանգարում, իսկ երբ որ տենց քաղաքում ես ապրում, այնքան խառը գործերի մեջ ես լինում օրվա մեջ, մտքերին չես կարողանում հետևել, չես հասցնում հետևել քո մտքերին, թե ինչ ես ուզում իրականում անես, ինչ ես ուզում իրականում ուտես, չես հասցնում, իսկ ստեղ հատկապես յոգա անել, առավոտյան ինչ-որ ուղղակի մարզանք անել, պարտադիր չի հենց յոգա, շատ ավելի տրամադրող է։ Գնանք մենք արդեն քնելու, հիմա քուրիկիս տանն ենք, հոթելը մենք տենց միշտ վերցնում ենք ու երկար ժամանակ անցկացնում ենք իրանց տանը, իրանք նոր են վերանորոգել տունը, իրանց ու տենց երկար ժամանակով կարողանում ենք գալ իրանց մոտ անցկացնել, շատ ժամանակ էլ չեմ հասցնում նկարել, որովհետև մի փոքր էլ փորձում ես չխանգարել նաև ուրիշներին, անընդհատ նկարելով, որ իրանց էլ հարմար լինի։ Ընդհանրապես ես վլոգը ինչի եմ համել սիրում, չեմ սպասում ինչ որ շատ մարդիկ հավաքվեն, շատ view-եր ունենամ, միգուցե դա էլ է պետք, դա էլ է լավ, ի վերջո դրա համար էլ ես անում, բայց շատ անգամ դա նաև վլոգը հանգստացնող ինչ որ բան ունի, երբ որ խոսում ես ու հասկանում ես, որ քեզ էկրանից այն կողմ մարդիկ կան, որ նույն ձև են մտածում, ոնց որ դու ես մտածում, ու տենց ինչ որ community է հավաքվում։ Դրա համար երևի ամենաշատը դրա համար եմ սիրում վլոգ նկարել։ Ինպես մտածող մարդիկ եմ գտնում, նաև ոչ ինպես մտածող մարդիկ, դա էլ է շատ հավես։ Երևի որ ինձ թվում է ընկերասեր մարդ եմ, շատ եմ սիրում նոր մարդկանց հետ ծանոթանալ, դրա համար ինձ վլոգը այդ առումով դուր է գալիս։ Դե, բարի գիշեր, մենք արդեն վաղը գնում ենք Երևան ու արդեն կհանդիպենք մյուս վլոգում կարծում եմ իմ։ Շատ ուրախ կլինեմ, եթե լայքեր դնեք, տենց կհասկանամ, որ իսկապես ինչ-որ լավ բան եմ անում, նկարում եմ, միգուցե ձեզ հետաքրքիր է և կհանդիպենք իմ մյուս վլոգում։ Դե, ստեսություն։